Ելենա Արշակյանի Մարիա սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Աշոտն այս հեռուստասերիալում իսկական հոր կերպար է, չնայած նրան, որ իր որդին բոլորովին իրեն նման չէ։ Նա Ռաֆին ցույց տվեց, թե ինչպիսին պիտի լինի իրական հայ տղամարդը, անվանելով Դավիթին նման կերպար։ Իհարկե, այդ ամենը զայրացրեց Ռաֆին։ Նա չի կարող ձեռքերը ծալած նստել ու տեսնել, թե ինչպես է Մարիան վազում Դավիթի մոտ։ Այդ ամենը նրա մոտ միայն վրեժի ծարավ է արթնացնում։ Թե ինչ զարգացումներ են լինելու հետագայում եւ ինչպես է Ռաֆը վնասելու Դավիթին ցույց կտա ժամանակը, բայց մի բան հստակ է, Դավիթի նման վիճակի պատճառը եւս հավանաբար Ռաֆն է։ Դավիթը բավական ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում, իսկ Մարիան Դավիթի անկողնու կողքին կանգնած խոստանում է, որ նրան այլևս մենակ չի թողնի, բայց նրան կհաջողվի հաղթահարել այդ խոչընդոտներն ու լինել Դավիթի կողքին։ Այս հեռուստասերիալը հավանաբար այն քիչ հեռուստասերիալներից է, որ նրա ծնողները եւ բոլորը կողմ են, որպեսզի Մարիան Դավիթի կողքին լինի։ Բայց խանգարող հանգամանքներ ինչպես միշտ գտնվում են։ Ռուբենն Օֆայից պոկ չի գալիս, չնայած նրան, որ այս ամենի մեղավորներից մեկը հենց Օֆան է։ Օֆան է գողացել Ռուբենի երեխային ու այսքան տարիներ Նոնան այդ պատճառով է տառապել։ Նոնան խոստովանում է Մարիային, որ ցանկանում է բաժանվել Ռուբենից, քանի որ տարիներ առաջ նա խոստացել էր, որ միայն թե գտնի իր Աբուլին, թեկուզ ինչ-որ մեկին կորցնելու գն։ Եվ այդ մեկին, ով հավանաբար հենց Ռուբենն է, նա կորցնում է, դա իր խոստումն է եղել։ Իսկ թե ինչպիսին կզարգանա հեռուստասերիալի հետագա ընթացքը, ցույց կտա ժամանակը։ Միացեք մեզ, վերցրել եմ 1 պայուսակլի իրերով, 1 տոպրակլի ուտելիքով եւ դեռ լիքը բան մնացել է ձեռքերիս մեջ։ Ինչ եմ անում ես։ Գնում եմ աշխատանքի։ Ես պիտի ֆիքսեմ այս պահը, խնդրում եմ։ Ես մենակ ես սումկով եմ ման գալիս, ինքը իմ սումկեն ուսիցել իրանը։ Վատքերով խաչեր եմ անում, գնում եմ։ Նոր եմ տեսել, որ նախորդ ստորիումս շատ մուննատ դեմքով եմ։ Հիմա էտա։ Մարդկա սաստումը նախոր story գնաչով, որ անկապ խոսում էր, մարդիկ էլ կամ ոգևորվում են եւ ինձ ավելի շատ են խրատում։ Ոյ շատ ձևերի մեջ ես խոսում, մի քիչ համեստ եղիր։ Ես, եթե համեստ չեմ, ըստ ձեզ, ինչ ասեմ։ Էս եմ ես, կարական ֆոլով լինենք։ Գիշերը պաչտի չքնած, եկել եմ նկարահանման, հուսամ, եսից այն աշխար չեմ գնամ, սցենարով չկա տենց բան գրած, ժվայ կյանքում էլ չգնամ։ Այսօրվանից չիմադանով տեղափոխվել եմ TV ու հայտնագործություն եմ արել։ Լավ, հայտնաբերել եմ այն փաստը, ոչ թե հայտնագործել եմ, որ սուրճի ապարատը TV նաև ստանում եմ Apple Pay-ով։ Да, քարտով։ Очень приятно։ Ժամը 11 անցան, ես հիմա պետքա գնամ հասնեմ հեռավոր մի տեղ, որովհետև երեկոյան պետքա ծնունդ շնորհավորեմ, իսկ թե ում ծնունդ եմ շնորհավորելու կտեսնեք հաջորդ ստորիում։ Ու ես դեռ առավոտյան շատ շուտ աշխատանք եմ սյոմկայեմ։ Թույն, պերֆեկտը։ Ինչ խոսք, ես շատ կուզեի, որ շատ տղաներ ինպես ռոմանտիկ լինեին, մի րոպե մնացեք, աուչ չեն գնես։ Ծաղիկներով, նվերով գնային գիշերը 12-ին ծնունդ շնորհավորեին։ Մի խոսքով գնացի Արևիկից ծնունդ շնորհավորեմ։ Ու ինքը տեղյակ չի։ Բայց այսօր կծնունդ Ես չգիտեմ դուք ինչ կարծիքի եք, բայց ինձ այս
ոճը մազերի սկսել է շատ դուր գալ, ժամանակին չէի սիրում էի սենց փռած ուղակի, հիմա շատ է դուր գալիս ինձ այս ոճը։ Դուք ինչ կասեք, ինձ ավելի շատ սազում է թափած մազերով, թե սենց կապած։ Արդեն երրորդ ժամն է, որ ես իմ սենյակն ու գարդերոբները, պահարանները ու բորկա եմ անում։ Այս հանդիկի ներկայացուցիչին ուշադրություն եկեք չդարձնեք ու ամբողջ ուշադրությունը գնաց այդտեղ լավ։ Երեխեք ասի 5 րոպե ինձ հանգիստամ ու վիդեոներ թարթամ, տենց վիդեո տեսա, աղջիկը պապայի հետ վիդեո նկարել, տանում ցույցում տալիս պապան, ասում պապ, հետս կնկարես այս վիդեոից, ասես նայեց վրես։ Ասում հիմա մի րոպե չի ասում, լավ չես աղջիկ ջան, գնա քո սենյակ ու բորկետ ավարտի, ինչ ես ուզում ինձից ես ուր վիդեոն ուր։ Հիմա չէ պապ ջան, երբ ասես կյանքս, երբ ասես։ Դե ինչ, մեր նկարահանումները շարունակվում են, ամեն ինչից զատ, ամեն ինչից զուտ։ Մենք փորձում ենք ապահովել ձեր լավ ժամանցը եւ իրականում այստեղ հրաշալի մթնոլորտ է տիրում։ Զուտ 2 րոպե պարապ ենք մնացել։ Մեզ չի սազում պարապ։ Դուք հասկանում եք ես ինչ պայմաններում եմ աշխատում, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել։ Որ տեսարաններն ու մամայի հետի տեսարանները ճում չէ մամ։ Հա? Ինչ ասա հա, պրոստը ասա հա։ Հա։ Ծովինա, Դավիթ, ծովինա։ Մի հատ ասա խնդրում եմ, որն է քո ամենասիրած երգը 2000-ականների են հայկական հիթերից։ Այն հին։ 2000-ական։ Հա։ Կապ չունի, ինչ ասեմ, ինչ սիրած երգը։ Հայկական ամենասիրած երգը։ Անձրև, նա։ Թորինում է։ Չէ, արտաթափայլ անձրև, արի։ Երգը։ Արնիկաներ երգում։ Անցորդ։ Ուրեգնում այն անցորդը, Այդ դրա մասն է։ Դες որ Պետրվայ 24-ին ունենք համերգ։ 2000-ականների հայկական հիթեր Darwin Project կամերային թատրոն հենց այդ երգն լինել է։ Ես կգամ։ Սպասում եմ։